Բարև ձեզ, շարունակում ենք մեր գրական դավադրությունների շարքը 191 TV YouTube-յան ալիքում։ Բարև ձեզ։ Ու այսօր առանձնացրել ենք կրկին ինձ թվում է առաջին հայացքից իրար հետ որևէ առնչություն ունեցող ստեղծագործություններ։ Դրանք են Ջեյմս Ջոյսի Ուլիսեսը եւ Չինգիզ Այթմատովի եւ դարից երկար ձգվում է օրը։ Այդպես թարգմանում «И дольше века длится день», ինձ թվում է ռուսերեն ավելի հայտնի է։ Իրականում այսօրվա եթերը մի քիչ ավելի անկեղծանանք, էլի։ Ուզում ես ես անկեղծանամ։ Լավ, դու անկեղծացի։ Հետո դու կշարունակես։ Այսօր որոշել ենք ամբողջությամբ նվիրեինք Ջոյսին, որովհետև Ջոյսը իմ ու Լևոնի ամենասիրած հեղինակն է, բայց վերջին պահին փոխվեց, որովհետև էլի լրիվ ենք անկեղծանում, որովհետև մենք երկուսս էլ այն մարդիկ ենք, որոնք հաղթահարել ենք Ուլիսիսը, բայց բանը Finnegan's Wake-ը չենք կարողացել հաղթահարել, բայց միակը չենք։ Մենք չկարողացանք բանը հաղթահարել, բայց մենք փորձում ենք կապը գտնել, քաղաքական կապը, վերջին պահին փոխվեց, ինչ որ մեկը այդպես բան արեց, արտնացրեց, հենց Finnegan's Wake-ը բանն է, ընդհանուր արտնացումն է ու ասեց, որ չէ, իրականում եթե մեկ օրվա մասին է խոսքը, պետք է այդ մեկ օրը հենց Չինգիզ Այթմատովով լինի, Կիրգիզ հանճարով պետք է լինի, որ մենք կարողանանք երկու հանճարները, մեկը իռլանդացի հանճարը, մեկը Կիրգիզ հանճարը, թե ինչպես են կարողացել էպոխա փոխել, ինչպես են կարողացել գիտակցություն փոխել, ինչպես են կարողացել իրանց ազգի անունը բարձրացնել, ինչպես ազգը ներկայացնել, ու պատահական չի, որ հունիսի 16-ը Bloomsday-ը նույն իռլանդացիների հպարտությունն է նշվում ու ամբողջ աշխարհում ամեն ձևով բոլոր իռլանդացիների համար Ջոյսը մի ուրիշ բան է, նույն ձևի բոլոր կիրգիզների համար այդ միանշանակ մի հատ կերպար մեկ մարդու փոփոխության բանը։ Բայց արի բան չանենք, չանտեսենք Finnegan's Wake-ը նույն վերնագիրը, որ ինչն է բանը, որ Finnegan-ի Awake անգլերեն պամինկե է կոչվում, այսինքն հոգեհանգիստը, բայց Awake-ը ուրիշ ձևով է, որովհետև Ջոյսի մոտ ամենագեղեցիկ բանը նա է, որ ինքը կարողանում է նենց բառեր ընտրի, որ տարբեր Awake-ը նաև արտնացումն է։ Արտնացումը Awake-ը ոչ թե հոգեհանգիստ, այլ Awake-ն է։ Հիմա Finnegan's Wake, Finnegan-ի հոգեհանգիստ, Finnegan is awake։ Finnegan-ը արթուն է։ Awake-ը ու նաև արի խոսենք մեր հպարտության մասին, System of a Down-ի տղաները, որ Wake Up երգը որ դառավ էլի նույն ձևի արտնացումը, ու իմ կարծիքով այսօրվա դրությամբ ինչ ենք պետք լինի, այդ արտնացումն է պետք, Awake-ն է պետք, ոնց որ մենք պատահական ինչ-որ տեղից ինֆորմացիան եկա, որ պետք է Finnegan-ը ստեղ դրեցինք, որ բան չանենք, հանգարց այս գիրքը չանդրադառնանք սրան, ու հիմա արդեն սկսենք բուն թեմային, մենք էլ արտնացում տեղի ունեցավ Awake-ը, ու հույս ունեմ ազգի արտնացում է տեղի ունենա, մի թեթև մենք էլ փորձենք օգնել այդ արտնացմանը երկու հանճարների վեպերի միջոցով բացելով, քննարկելով, դե սկսի Լևոն ջան, դաշտը քեքոնա, բայց չգիտեմ ումով ես ավելի ոգևորված, բայց սկսի տես ոնց ես ես արդյունքում դաշտ թողում եմ քեզ հենց կապել է իրանց մեջ մենք շնորհակալություն տես որ դուք ասում եք որ քննարկման արդյունքում եկանք ինչու արդյունքում եկանք որովհետև Ուլիսեսը ինքը մեկ օրվա մասին է, հունիսի 16 Bloomsday-ի մասին է, ճիշտ է։ Ու հենց Չինգիզ Այթմատովի աշխատությունն է հենց դրանով հետաքրքիր է, որ ասում են «И дольше века длится день», այսինքն ինքը էլի մեկ օրվա մասին է խոսում, որը դարերով է ձգվում։ Այսինքն առաջին կապը կարելի ասել հավանարդարության հենց այդ անվանումների, վերնագրերի եւ այդ կոնցեպտի մեջ էր, բայց հետո արդեն բացվեց գաղափարական իրենց կապը, որը իրականում հակասությունների մասին է։ Այս դեպքում, եթե մենք փորձենք զուգահեռներ անցկացնել, Ջոյսի պետք է երևի ավելի պեսիմիստական դեր տանք, քո թույլտվությամբ, ինչու որովհետև լավ, արի նախ սկսենք ընդհանրություններից, ընդհանրությունների երևի հիմնական կետը այն է, որ իրենք երկուսն խոսում են սովորական մարդկանց մասին։ Այսինքն իրենք չեն խոսում հերոսների մասին կամ ինչ որ արտառոց ունակությունների տեր մարդկանց մասին, կամ իդեալական վիճակների մասին, կամ ռոմանտիզմի մասին, կամ ինչ որ մարդու ինքնազոհության մասին։ Ինքը իրենց հերոսները ուղղակի սովորական մարդիկ են իրենց առօրյա կենցաղային հոգսերով, եթե նույն Ուլիսեսից խոսենք, Լեոպոլդ Բլումը
գնում է աշխատանքի խմբագրություն, գնում է թաղում, քաղաքում ման է գալիս, գնում է գարեջրատուն, այսինքն մեկ մարդու ինչ որ այդ օրվա, այսպես ասած, գործունեությունն է, հա, բայց մի մոռացի այդ մեկ օրվա գործունեությունը ինչ է։ Այդ մեկ օրվա գործունեությունը դավաճանված լինելը, թե մարդը ոնց է կարողանում ներկայացնի։ Մարդու դավաճանության իրականում այդ մեկ օրը ինքը տեսել է, որ իրեն ոնց են դավաճանում։ Ու եթե հիմա զուգահեռ անցկացնենք Հայաստանի մեր պետության վրա, մենք իրականում բոլորս հոգեբանորեն ազգովին մենք մեզ դավաճանված ենք զգում։ Ու ոնց կարող է այդ դավաճանված լինելը օգտագործվի վերելքի ու ինչ որ ինքնա վերլուծության ու մարդուն ներկայացնելու, որպես դավաճանությունը, այսինքն այդտեղ դավաճանված լինել այդքան ամոթ չի, ամոթը նա է, որ մարդը այդ փշրվում է, կոտրվում է այդ դավաճանված լինելուց։ Հիմա ինչ ուզում է լինի, մենք բոլորս իրականում ազգը դավաճանված է, իրան զգում, ու այդ բոլոր հետևանքները, մարդկանց ամեն ինչը, դա դրա հետևանք է, բայց մենք պետք է կարողանանք այդ awake-ը, այսինքն որ արթնանանք, մենք ոտքի կանգնենք, մենք կարողանանք բան անել։ Ոստեղ, բայց հակառակ կողմը, ես դա քեզ տալու էլ չեմ խոսելու, հակառակ կողմը ինչն է անում, այդ մատավը այդ ուզեմ շատ հանդիսատեսները իմանան, որ մանկուրտ բառը հենց չինքից այդ մատավի ստեղծած բառն է, որովհետև լիքը բաներ են ստեղծել երկուսն են, բայց որ հիմա ամբողջ աշխարհում գործածվում է, թե մի մարդը ոնց կարող է բառ ստեղծի, որը որ համամարտկային դառնա։ Քաղաքակրթություն է ստեղծած։ Հիմա մանկուրտ բառը, հիմա դու կվերցնես, թե մանկուրտ բառը ինչ է նշանակում, ինչ է անում, հակառակ process-ը։ Դե հիմա Լևոն ջան սկսի։ Էլի շնորհակալություն։ Հա, իրականում ես այդ բառը ես էլի հաճախ օգտագործում, բայց չգիտեի, որ հենց Չինգիզ այդ մատավն է ներդրել, ստեղծել, այսպես։ Մինչ այդ շատ ճիշտ նշեցիր, որ Ջոյսը Ուլիսեսը ասենք գրել է դավաճանված լինելու հետևանքով, բայց դա կարելի ասել ինչ-որ մոտիվացրել է, հա։ Ու այստեղ պետք է վերադառնանք էլի այն սկզբնագետին, որ երբ ինչ-որ մարդու կյանքում որևէ ճակատագրական իրադարձություն է տեղի ունենում, ինքը ունի երկու տարբերակ, կամ համակերպվել եւ ընդունել այդ ամեն ինչը, հա, ու այտենց դե օրինակ Արցախ են կորցրել, դե ոչինչ, շարունակենք ապրել։ Կամ դուրս գալ պայքարել, ուրախանալ հարց չկա։ Այստեղ ես մի հատ հենց նոր հիշեցի, բանը հայտնի հանդիկ շախմատիստ է Վիշվանաթան Անանդը, ինքը մեծ լավ խոսք ուներ, ասում էր, եթե վրեժի զգացումն է քեզ մոտիվացնում, ապա գնա դրա հետևից։ Այսինքն անգամ եթե այդ բան քեզ այլ ոչ մի բան չի կարողանում մոտիվացնի, դու գտել ես մեկ փրկողակ եւ դա վրեժն է, ապա ինչու ոչ, պետք է գործիք, հա, այդպես համանի։ Հիմա վերադառնանք մանկուրտին։ Հա, մանկուրտ տերմինը ասա, որովհետեւ իմ կարծիքով մեր խնդիրն է, որ տերմինոլոգիան մարդիկ լավ չեն հասկանում, պետք է մեր տերմինոլոգիան մենք նախկինում էլի շունշանգյալը վերցանեցինք, ժեխը վերցանեցինք, հիմա արդեն մանկուրտի հերթ է հասել, որը որ տեսնում ենք ինչ հասարակությունում ենք ապրում, որ մարդկանց ուզում են մանկուրտացնել։ Մի հատ այդ բառի ստուգաբանությունը ասա։ Okay։ Դե ըստ այդ մատվեց, կներ որ դա ստեղծում է գեղարվեստական բացատրություններն են, որ մանկուրտը դա ինչ-որ միֆական գերի է, ով վերածվել է անհոգի ստրուկի։ Բայց ճիշտ է, մոնղոլերենից ինչ-որ թարգմանություն կա, հիմար, ուղեղը սեղմել, մանկուրտ, այսինքն ուղեղի սեղմում, ճզմում, բայց ինքը Բայց հետագայում արդեն ինքը դառնում ավելի այսպես ասած, եթե կոպիտ ինչի պիտակավորում, որը վերաբերվում է, այսինքն մանկուրտն անվանում են մարդկանց, ովքեր զրկվել են պատմական հիշողությունից, ազգային գիտակցությունից եւ կտրվել են իրենց մշակութային արժեքներից։ Ես ուզում եմ մի պահ պաուզա տանք։ Ես չեմ խոսալու դες խոսա։ Չէ, մի հատ նորից կրկնենք։ Մարդ, ով զրկվել է պատմական հիշողությունից, ազգային ինքնությունից եւ մշակութային արժեքներից։ Երբ ես այս բացատրությունը կարդացի, հենց առաջին բանը որ գալիս է, դա մեր օրյա Հայաստանն է, այն ուղին, ուր մենք գնում ենք, այսինքն այն ուր տանում են իշխանությունները, հա։ Մեզ փորձում են ստիպել մոռանալ ցեղասպանությունը, մեզ ասում են, որ մեր պատմությունը գրվել է դրսի ուժերի կողմից, մեր մեջից փորձում են վերացնել ազգային ինքնությունը, եւ այդ ավանդույթները, որը ինձ թվում է առաջնորդի կարա դրսևորվեն հենց եկեղեցու միջոցով, կոնկրետ հայ ազգի դեպքում այդ ազգային մշակութային հիշողությունը դա եկեղեցին է, որովհետեւ 1500 տարի այսպես եկեղեցին է եղել առանցքում այդ մշակութային։ Ի վերջո մեր մշակութային ժառանգության 90%-ը դա եկեղեցական կոթողներ են։
Մի քանի բացառություններով, եթե ասենք, չգիտեմ, օրինակ Գառնու տաճարը կամ էլ ինչ-որ։ Էլի եկեղեցական հեթանոսական հավատք է։ Հա։ Բայց մեր ողջ մշակութային ժառանգությունը դա եկեղեցական ժառանգությունն է։ Այսինքն հոգևոր ասեք, որ բան չանենք։ Հոգևոր ժառանգություն։ Այսինքն երբ մենք կարդում ենք թե ինչա մանկուրտը ու ինչա մանկուրտացումը, սա արդեն գնահատական չի։ Սա ուղղակի փաստ է, որ մենք տեսնում ենք թե ինչա դա նույնն է իրականացվում այսօրվա Հայաստանում։ Լևոն, մի հատ ուրիշ բան եմ ուզում քեզ ասեմ, որ սովետական միությունը ինչքան էլ քննադատեն, ինչքան էլ փորձեն հազարավոր բացասական երևույթներ, բայց զարմանալին նա է, որ նույնիսկ սովետական միությունը ինքը հասկացել է, որ մարդուն պատմությունից ու ինքնությունից զրկելով ինքը իրան տենց մարդիկ պետք չեն։ Ինքը թույլ է տվել, որ Չինգիզ Այթաթմի գիրքը տպվի։ Ընդ որում գիտես, այստեղ ինչ էի ուզում շարունակել, որ նույն այդ սովետական միությունը ինքը ստեղծում էր ոնց որ համաշխարհային պրոլետարիատ, հա, բանվոր դասակարգ ու այդ դասակարգի մեջ իրենց ազգային գիտակցություն կարծես թե առաջնահերթից պետք չի, հա, իրան պետք չի որ ասենք կիրգիզ բանվորը ինչ որ մի բանով տարբերվի հայ բանվորից կամ ռուս բանվորից կամ մեկ այլ երկրի ինչ որ բանվորից, բայց անգամ դրանով հանդերձ ու շատ ճիշտ նշեցի, որ այո, իրենք այդ ամբողջ այդ ռեպրեսիվ մեխանան գիտակցում էր, որ եթե մենք բոլորին թողնենք բացառապես այս դասակարգային բաժանման մեջ ու վերացնենք մնացած բոլոր իրենց իդենտիֆիկացիոն, այսպես նույնականացման արժեքները, հա, ազգային պատմական հիշողությունը, մենք կստանանք մանկուրտ բանվորներ։ Ու հենց այդ էր երևի թե սովետական միության, այսպես ասած, զարմանալիորեն ֆիշկ են, որ բայց ի պաշտպանություն սովետական միության պետք է ասենք, որ ինքը այդ գաղափարախոսությունը պահում էր։ Կարող է իդեալականի էր հասնում, ճիշտ է, շատերը համեմատում են սովետական գաղափարախոսությունը նույն քրիստոնեության գաղափարախոսության հետ, որ հավասարություն, այսինքն արդարություն, նույն սկզբունքներն, նույն հեղափոխության գաղափարները դրանք էին։ Բայց ինքն իրենով ինքը այդ բանը վերևի նիշան պահում էր, բայց նաև մարդկանց փորձում էր մանկուրտ չդարձնել։ Հա, որովհետև իրենք հասկանում են, որ մանկուրտներով հեռու չեն գնա, լավ, սենց ասենք։ Ինքը չեն կարող, հա, ճիշտ է, երկրորդ համաշխարհային պատերազմը հաղթեցին ազգերի միասնության գաղափարով, ֆաշիզմի դեմ պայքարով, բայց կարող է նույն մի հատ էլ այլ մարտահրավերներ ու դրա դեմ չէին։ Ես սա գիտես ինչով եմ պայմանավորում, որ գուցե հենց այդ մեծ ազգերը, մեծ պետությունները կարողանում են ավելի երկար ռազմավարական պլանավորումներ ունենալ։ Իսկ մեր մոտ, ասենք, Հայաստանի պես փոքր երկրներում բացառապես ու հատկապես այս ներկայացված ձևաչքում բացառապես իշխանություն պահելու նպատակն է։ Ու եթե դրա գինը մանկուրտներ աճացնելն է, ապա այո, մեծ սիրով գնում են դրան։ Բայց արի վերադառնանք Ուլիսեսին, այսպես ասած, շարունակենք համեմատությունը, հա։ Ու ինչպես մի բան նշեցի, Ջոյսը ստեղ մի քիչ ավելի պեսիմիստական է հանդես գալիս։ Այսինքն ողջ Ուլիսեսում ցույց է տրվում, թե ոնց է Լեոպոլդ Բլումը ինքը սովորական մարդ է, որը տարալուծվել է համակարգի մեջ։ Այստեղ զարմանալիորեն պետք է ասել, որ Չինգիզ Այթմատովը դրա կողմնակից չի, ինքը ասում է ոչ, մարդը ունի բարոյական պարտականություն, պարտավորություն, ինքը պետք է պայքարի այդ համակարգի դեմ, որովհետև հակառակ դեպքում համակարգը խժռելու է, իրան վերածելու է մանկուրտի։ Ի պաշտպանություն Ուլիսի ես մի հատ բան ասեմ, բայց ամեն անգամ ինքը երբ որ տարածում է, ինքը հետ է վերադառնում նույն կետին։ Այդ է զարմանալի, որ ինքը փորձում է անընդհատ հետ գալ այն պահին, որտեղ որ ինքը դավաճանվեց, այն կետին, որտեղ որ ինքը որպես մարդ կորավ։ Ու ինքը այդ մի օրվա մեջ ինքը վերադառնում է այդ նույն կետին։ Հիմա այստեղ որ բան անենք Inception ֆիլմը, որ նայենք Լեոնարդո դիկապրիոն որ խաղում է, հա, նա սկիզբ ֆիլմը, որ մարդը եթե ելք չի գտնում, ինքը պետքա սկզբին վերադառնա։ Ինչ ձևով է վերադառնում այդ սկզբին, որ տեսնի որտեղից այս ամեն ինչ ձախողումը եղավ ու ինչ ձևով սկսվեց։ Ու հիմա մենք փոխանակ մենք վերադառնանք թե ինչի համար որտեղ պատերազմը ինչի համար մենք կորցրեցինք պատերազմը, մեր ողբերգությունը եղավ, մենք ասելով չէ, իշխանությունները փորձում են այդ պատերազմից ձերբազատվել, ոչ թե վերադառնալ այդ կետին, այլ չկա այդպիսի բան չի եղել, լղոզել, գնալ այդ 5000 զոհներ, ինչ ասեմ, կամ սկսեն մանրանալ թվային առով, հիմա մեկ օրն եք ասում 5000 չէ, 4300 էր կամ 50 ավել 50 պակասես։ Այս ժամանակին խոսակցությունը շատ կեղծ օրակարգ է, որտեղ անգամ մեկ մարդ չէ, ընդհանուր բանն եմ ասում, փոխանակ մենք վերադառնանք թե ինչի եղավ այդ պատճառը։ Ու ասում եմ մի օրը մենք կարողանանք մի օրը
կազմելով մի օրը, եթե մենք հիմա այսօր վերադառնանք սեպտեմբերի 27-ին, մենք պետքա հասկանանք, թե ինչը սխալ գնաց։ Նախ ինչու այդ օրը եկավ, հետո հնարավոր ավելի շուտ կանգնեցնել։ Կամ հնարավոր է կամ ինչ, այսինքն պետքա փորձենք ազգովին ու ես կողմ եմ բացարձակապես, եթե դուք հանձնաժողով եք ստեղծել ու հետաքննել եք այդ 44-օրյա պատերազմի պատճառները, հետևանքները, դուք պարտավոր եք դա հասարակությանը ներկայացնել, առանց դրա վերլուծության դուք ոնց եք հիմա մեկդ մեղադրում կամ ուրիշներին ասեք, ոչ մենք փաղվեցինք, վերջ, այսինքն ոչ այդ մարդը չի եղել։ Հիմա ինչ եղել է, հարց չկա, թե ես եմ սխալ, թե դու ես սխալ, կամ բոլորս է սխալ ենք, տարածել, տարալուծել այդ նույն բանը, մեղքը բոլորի վրա։ Դրա սփռել, հա։ Այստեղ ես դες ինչով եմ քո հետ համաձայն, դες ասում ես այդ հանձնաժողով պետք է ստեղծվի։ Շատ ցավալի է, որ այս նախընտրական հատկապես շրջանում այդ քաղաքական հայհոյանքների, մեղադրանքների հետևանքով խոսքն է արժեզրկվել։ Մենք դրա մասին բազմիցս խոսել ենք, բայց այս մոտ 1 շաբաթ առաջ էլի հերթական այդ նախընտրական ինչ-որ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին ու մյուսներին օտարերկրյա գործակալներ լինելու մեջ։ Մենք պետք է հասկանանք մի բան, եթե կան փաստեր, ապա դա այդ մասին դու անդրադարձար քո հրապարակման մեջ, հա, որ եթե կան փաստեր, ապա այդ մարդիկ պետք է դատվեն։ Իսկ եթե չկան փաստեր, սա ուղղակի ու անհիմն մեղադրանք է։ Սա ուղղակի խայտարակություն է երկրի առաջին դեմքի բերանով, հնչեցվում են, ընդ որում սա առաջին դեպքը չի, ինքը ազգային ժողովի ամբիոնից էլ է նման քրեական մեղադրանքներ։ Այո, այսինքն երկրի առաջին դեմքը պետական դավաճանության, լրտեսության մեջ է մեղադրում որոշակի մարդկանց առանց դրա համար ունենալու հիմքեր։ Սա ուղղակի էլի եմ ասում, այդ քաղաքական երկխոսությունը դիսկուրսը բերել զրոյական մակարդակին, ամենահնարավոր ամենացածր մակարդակի այդ նպատակն է հետապնդում, որը ասել թե անթույլատրելի է, գուցե որ ռոմանտիզմի դաշտ լինի, բայց ամեն դեպքում պետք է ի վերջո այդ պետական, որովհետև գիտես ինչն է նաև հետաքրքիր, այդ նույն մարդը էլի քարոզարշավի ժամանակ, երբ իր առաջ էլի այսպես ասած իր գործունեությունից դժգոհ ընդդիմադիր անձանցից մեկը ելավ, ասաց ես զինվորական եմ, ինքը միանգամից բա դու բանակի գերագույն գլխավոր հրամանատարի առաջ ես կանգնած, զգաստ կանգնի, գիտեմ, երբ պետք է, ինքը դա շահարկում է։ Բայց երբ դա պետք չի, ինքը մեկ էլ սկսում է հիմնազուրկ մեղադրանքներ հնչեցնել, այն որում ամենաբարձր մակարդակի, որովհետև պետական դավաճանությունը դա քրորեն ամենապատժելի արարքներից մեկն է։ Դու ուրիշ ձևին է, հիմա պետական դավաճանները, իրական պետական դավաճանները ինչ են անում, իրանք նստած ուրախանում են, ասում են, եթե իրանք չեն մեղադրվում, չեն ձերբակալվում, ու արի խոսենք, որ 8 տարվա մեջ որևէ մարդ պետական դավաճանության համար չի դատվել։ Հայաստանում պետական դավաճանության համար ոչ մի մարդ դատված չկա։ Բայց 8 տարի մենակ ամեն օր ասում են պետական դավաճաններ։ Դա ինչ է։ Լրտեսներ, պետական դավաճաններ, օտարերկրյա գործակալներ։ Հա, մի հոգի մարդ գիտես, որ դատված լինի։ Հայտարարությունները բազմաթիվ են, ամեն շաբաթ դիմացին, բայց դրանով արժեզրկվում է։ Այսինքն օտար երկրի հատուկ ծառայությունները հիմա նստած ծիծաղում են։ Ասում են մեր իրական գործակալները այնտեղ իրանց ուզածը անում են, իսկ մեղադրանքները սլակները ուրիշ ուղղությամբ, բայց ուրիշ բաներ քեզ ասեմ, հիմա մենք բոլորս այդ մաֆիա խաղը գիտենք այդ ոնց է, հիմնականը սև խաղացողները մեղադրում են իրանք կարմիր խաղացողներին որպես սև, որովհետև իրանք են սև խաղացող։ Դա պետք չի բացառել, որ իրական պետական դավաճանները նրանք են, ովքեր շատ են ուրիշներին մեղադրում պետական դավաճանության։ Դա պետք է քննարկվի։ Դուք ինչի եք անպատասխանատու մարդու վարկաբեկում, կարող եմ մեկնել միամիտ մարդն չիմանալով էս մանրուքները, ինքը հավատա դրան։ Դու սենց նայ հավատա։ Սովորական մարդը այսպես շարքայի քաղաքացի պետք է մտածի, եթե երկրի վարչապետ ինչ-որ մի հայտարարություն ունի, նշանակում է դրա համար ունի բավարար հիմքեր։ Հա, հատուկ ծառայություններ են, ազգային անվտանգությունն, ազգակցել կամ այլ կառույցները, բայց երբեք իր մտքով չի անցնի, որ դրանք ընդհանրապես փաստազուրկ մեղադրանքներ են։ Այսինքն այո, ոնց նշեցիր, մենք ուղղակի իջեցնում ենք այսպես պետական ինստիտուտի վարչապետի երկրի առաջին դեմքի խոսքի մակարդակը։ Արի գրականությունը, արի մանկուրտներին ու ինչա դառնում այդ մարդը, ով որ հավատում է, ինքը կեղծ, ինքը 1-2 անպատասխանատու հայ, ինքը դառնում է մանկուրտացման գործընթաց է այսպես։ Ինքը, հա, ու լավ կլինի, որ այսօրվա վերնագին հենց մանկուրտի վրա հիմնվի, որովհետև կողքերը որ նայում ենք, քանի հոգի մարդիկ արդեն մեր կողքերն էլ մարդիկ կան, որոնք իրականում արդեն մանկուրտացվել են այս ընթացքում։ Այս խոսույթով, բա ինչ կա։ Հա, դա այսպես տեխնոլոգիա, որ սուտը անընդհատ կրկնելով
ստիպում են, որ որոշակի շրջանակներ իրան հավատան։ Ես կուզեմ վերադառնամ հենց քո ասած այն մտքին, որ պատմությունը կրկնվում է ու այդ ու Ջեյմս Ջոյսի մոտ Ուլիսեսը, հա, ասենք դավաճանված լինելու այդ դրվագը կամ Լեոնարդո դիկապրիոյի հերոսը, հա, այդ սկիզբ ֆիլմում իրենք փորձում են հենց այդ վերադառնալ ի շրջանս յուր, այսպես ասենք, ու նաև հենց Finnegan's Wake-ի հետաքրքիր, այսպես ասած, ֆիշկաներից մեկը որն է, որ գիրքը ավարտվում է այնտեղ, որտեղ ինքը սկսվում է։ Ես չեմ կարդացել։ Ինքը հավերժական շրջան է, ու սրանով Ջոյսը ուզում է ցույց տա, որ այո, մենք շատ ենք, չէ, հաճախ ենք, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ Այսինքն այդ վատ շրջափուլերի մեջով մենք անդադ անցնում ենք, ինչ-որ 10 տարվա, 20 տարվա, 50 տարվա կամ 100 տարվա կտրվածքով անդադ կրկնվում են այդ իրադարձությունները, որովհետև շատերը օրինակ նույն զուգահեռ են հասկացնում առաջին հանրապետության հետ, հա, որ այդ առաջնահերթությունը անկախացավ, բայց մի քանի տարի հետո սխալ կառավարման հետևանքով փորձեց իր իշխանությունը, անկախությունը։ Հիմա էլ ոնց որ ասած այդ նույն ռիսկի տակ ենք, ուղղակի եթե ժամանակ 2 տարի տևեց, հիմա 30-35 տարի տևեց։ Բայց ստեղ էլի ես գալիս եմ Չինգիզ Այդմատովին այն առումով, որ ինքը ավելի օպտիմիստական նոտայով է։ Հա, տեսակետ ունի, ոչ թե դա ռոմանտիզմ է, որ ուղղակի պետքա լավ լինի, ոչ, ինքը հենց պատասխանատվություն է դնում ամեն անհատի վրա, որ այդ տարբերությունը բարոյական պատասխանատվություն այդ պատմության կրկնվելու այդ շղթան կոտրելու։ Տարբերությունն է, որ արդեն մի դեպքում արդեն դատապարտված երևույթ է, արդեն հաստատված մարդն է, որը որ ինքը արդեն ամեն ինչ կորցրել է, ինքը փորձում է ինքն իրան գոնե գտնի ինչ որ մի օրվա վրա, թե ինչ կլինի։ Իսկ մյուս դեպքում ինքը ասում է դու պատմության մեջ պատահական մարդ ես, դու կարաս այդ ճեղքում անես, դու կարաս դուրս գաս այդ շղթայից։ Որոնք ինքը սեփական օրինակով այո, դու կարաս մանկուրտ չդառնաս։ Այդ ընտրությունն էլ է մարդուն։ Մարդ կարող մանկուրտ չդառնա։ Մանկուրտ չդառնալու համար նախ պետք է սկսել հարցեր տալ։ Ով եմ ես, ու որտեղ եմ գնում, ու մի հատ էլ ավելի sense լրիվ քաղաքականացնենք։ Ու մեկ էլ պատկերացնի 3 տարի հետո, դե լավ, 3 տարի հետո ինչա լինելու։ Դե լավ 3 տարի էլ կամ 5 տարի էլ իշխանությունը տոնելով, ուրախանալով, քեֆեր անելով շարունակվեց, բայց 5 տարի հետո ինչա լինելու։ Այս հենց այս հարցին ասում ես ժողովուրդ մի քիչ այդ մի օրվանից, մեկ օրվանից դուրս արեք, եկեք մի տարի կամ 2 տարի հետո պատկերացրեք ինչա լինելու։ Եթե Ադրբեջանի թելադրած սահմանադրությունները ընդունեցիր, անկլավներն էլ տվեցիր, ինչ ասեմ, ադրբեջանցիներն էլ վերադարձան, քո եկեղեցին էլ քանդեցիր, մի տարի հետո ինչ արնելու։ 3 տարի հետո ինչ արնելու։ Դե լավ դուք հաղթեցիք, դուք ամեն ինչ արեցիք, ուրախացանք, սրտիկներա, տոտիկներա, փիսիկներա, պերաշկիներա, կերակ, աշխարհի բոլոր քյաբաբները, բայց հետո մի տարի հետո ինչ արնելու։ Ազգը ինչ է լինելու մի տարի հետո։ Այս հարցի պատասխանը ինձ տվեք ես, ոնց այդ հիմա Չենգիզ Այդմատովը ասում է կարա հնարավոր է այդ շղթան ճեղքել։ Դա ամեն մարդու պատասխանատվությունն է, այո։ Ու եթե փորձենք եզրափակել, այսպես ամփոփել, եթե Ջոյսը կարծում է, որ ամեն ինչ արդեն վերջ հաստատված է, որ հեչատը խփել են։ Մենք արդեն մի աշխարհում ենք, որտեղ բոլոր այդ բարոյական արժեքները ու իմաստը կորել է, տարածվել է, ապա ոչ։ Այդպետով ասում է, որ մենք մոտ ենք դրան, նախաշեմին ենք, բայց դեռ վերջնական չի, այսինքն հնարավոր է փոխել մի բան։ Ու ինձ թվում է հենց այսօրվա հայ իրականությունը, այսօրվա այդ քաղաքական, այսպես ասած, դաշտը, հա, այս նախընտրական փուլում հենց դրա մասին է։ Մարդկանց մի խումբը կարծում է, որ վերջ ամեն ինչ արդեն որոշված է, մենք պարտվել ենք, ոնց որ սա ճակատագիր է կամ ամեն ինչ արդեն որոշվել է ու հնարավոր չի այդ պատմության անիվը հետ շրջել կամ անգամ այս կետից մի փոքր այլ ուղղությամբ գնալ, իսկ մյուս խումբը փորձա պայքարի համար ցույց տալ, որ դեռ ոչ, մեկ մարդու ձայնը, մեկ մարդու ներկայությունը, մեկ մարդու քայլերով գործողությունը հնարավոր է բեկում մտցնել։ Այստեղ գիտես ես ինչ կուզեի հիշել, մի անգամ մի բավական հետաքրքիր միտք լսեցի, որ երբ մարդիկ ինչ-որ բանի համար փոշմանում են, ասում են, այ եթե ես հետ գնայի 5 տարի, այ այս X գործողության փոխարեն Y գործողությունը կանեի, չէ՞։ Ու բոլորը գրեթե վստահ եմ կասեմ, որ 5 տարի առաջ մեկ գործողություն այլ կերպ իրականացնելու դեպքում, այսինքն այդ թիթերի էֆեկտով, հա, դա 5 տարի հետո կարող է լրիվ այլ իրականություն ձևավորել։ Բայց ոչ ոք չի ուզում մտածի, որ եթե ես այսօր այդ նույն քայլը անեմ, ապա 5 տարի հետո մենք կարող ունենանք 180 աստիճան այլ իրականություն։ Հոգեբանական տեստեր կա, որ ասում են ինչպես 5 տարի հետո կյանքդ լավացնել, ասում են աչքերդ փակի, աչքերդ փակում ես,
ասում է դա հիմա պատկերացրա, որ ինչ կլինի, հիմա բոլորին եմ ասում, ուղղակի մի պահ, պետքա, եթե դու հիմա այդ քայլը չանես կամ եթե հենց հիմա այս պահին տրվես այս ռոպեական ինչ որ հաճույքների, ինչա լինելու 5 տարի հետո, եթե ընտրություն է քեզ տրված, այսօր ընտրել մի հատ, ինչ ասեմ, քեֆ ուրախություն է, քան թե պատասխանատվությունը վերցնես քո վրա ու 5 տարի հետո ունենաս քո ուզած որևէ արդյունք։ Հա, ու շատ մարդիկ հենց պատրաստ են անցյալը վերլուծել, մտածել թե եթե այլ կերպ վարվեին ինչ կլիներ, բայց ոչ ոք չէ, շատ քչերն են պատրաստ այսօր վերցնել այդ պատասխանը։ Ու այդ քո ալի քեզ հղում անեմ, էլի դրա վրա ասեմ, որ դու միշտ ասում ես 5 տարի առաջ ով կպատկերացներ, որ այսօր որևէ մեկը կխոսա արդեն sense հեշտությամբ, որ Արցախը երբևիցե մերը չի եղել, որ կաթողիկոսին պետքա փոխել, որ ցեղասպանությունը մենք պետքա հասկանանք եղել է թե չի եղել, կամ մասիստարը պետքա ընդհանրապես իրավունք չունես որևէ 5 տարի առաջ ազգագրերից էլ հանեցին դա 5 տարի առաջ դու պատկեր ընդհանրապես 5 տարի ով ասել մարդուն կասեին դու գիժ ես առնվազն կամ դու ինչ որ ծայրահեղ պեսիմիստ ես, դու ինչ որ դավադրապաշտական տեսությունների կողմնակից ես, բայց այսօր այդ ամեն ինչը իրականություն է ու այսօր երբ որ շատերը խոսում են հենց այդ Սահմանության փոփոխության ադրբեջանցիների վերադարձի անկլավների մասին ոնց դու նշեցիր, շատ մարդիկ չեն ուզում դրան հավատալ, այդ պաշտպանական մեխանիզմն է, մեզ էլ եւ մեր նմաններին կարան որակել որպես դավադրապաշտական տեսությունների կողմնակիցներ կամ ինչ-որ սուպեր պեսիմիստներ, հա, ծայրահեղացված պեսիմիստներ։ Արի ամբողջացնենք երկու գործերներ, քանի որ մի օրվա է նույնիսկ մենք ցանկացած մարդ այդ մի օրը ինքն իր համար պետք է որոշումը կայացնի։ Այդ մեկ օրը, որ կարա բեկումնային լինի մարդու ճակատագրում ու քանի որ ընտրություններ են, այդ մեկ օրը, այդ ընտրությունները իրականում այդ մեկ օրվա ընտրություն չի, ինքը ապագայի ընտրություն է ու ամեն օր էլ եթե մարդը ինքը իր սրբություններին, ընկերներին, հայրենիքին դավաճանում է, վերադառնալով դավաճանությանը, ով որ ուրանում է երրաբլուրը, այդ մարդիկ իրանք ոչ թե մի օրվա ընտրություն են անում, այդ իրանք ամբողջ կյանքի ընտրություն են կատարում։ Ու թող իմանան մարդիկ, որ ընտրելով սխալ ընտրություն կատարելով իրանք ինչա իրանք սպասվում ու մեզ էլ է սպասվում ցավալիորեն որ մի մարդու ընտրությունը կարող է բոլորին վճռորոշ լինի բոլորի համար։ Ու նաև ինչպես մենք բազմաթիվ անգամ ասել ենք որ անգամ ընտրություն չկատարելն է ընտրություն։ Այո։ Անգամ ընտրություններին չմասնակցելն է ընտրություն։ Այ սա է ինձ թվում ամենադժվարը, որովհետեւ այդ հիասթափված ու ապաթիայի մեջ գտնվող մարդկանց շատ դժվար է բերել այս դաշտ եւ իրենց իրոք հիմնավոր հանգամանալից ներկայացնել, որ այ ընտրության չգնալը կամ անգամ ընտրություն չկատարելը դա յուրովի ընտրության տեսակ է։ Շնորհակալ ենք այսօրվա համար այսքանը։ Մենք միշտ երբի խորհուրդ ենք, չէ՞, տալիս, որ այսպես ասած գրքերը կարդան, իսկ հիմա Ուլիսեսը մի փոքր բացառություն է։ Ինչ առումով, որ ոչ թե խորհուրդ է կարդալ թե չէ, այնքանով է բացառություն, որ անգամ Ուլիսեսի դեպքում կարդալ փորձելն է արդեն գնահատելի։ Արի քանի Ուլիսեսից խոսեցինք, ելի ասենք, որ Սամվել Մկրտչյանը ինքը որ թարգմանեց այս գիրքը, ինքն էլ որպես անհատ ինքը իր վրա այդ պատասխանատվությունը վերցրեց, որ պետքա հաղթարի։ Էլի մի մարդը ինքը կարողացավ հայերեն բերի ինքը դարձնի դա։ Ու դու այսինքն մի մարդուց քիչ բան կախված չի, մի մարդը ինքը լիքը բան կարող անի։ Հիմա խոսեցինք մեր բաների մասին, ուրիշների հանճարների մասին, բայց մենք էլ ունենք տաղանդներ ու հանճարներ, որոնք իրականում կարող են եւ կարողացել են պատմության անիվը շրջել։ Համաձայն եմ։ Շնորհակալություն, հաջողություն։ Տեսնում ես։